Հայրենական երկրորդ պատերազմի հաղթանակի օրվանից անցել է շուրջ 80 տարի։ Մենք վերջին սերունդն ենք, որ տեսել ենք պատերազմի վետերաններին եւ լսել ենք կռվի դաշտում ընկածների մասին ականատեսների շուրթերից։ Պատերազմից վերադարձած մեր վետերաններն էլ կամաց ձուլվեցին իրենց անձնվեր պայքարի գնով պաշտպանված հայրենի հողին։ Ու այսօր մեր շրջանում նրանցից մնացել է միայն Հեշտյագյուղից Ներսես Սիմոնյանը, ով 1942 թվականին իր 5 համագյուղացիների հետ զորակոչվելով մասնակցել է հայրենական երկրորդ պատերազմին եւ ճաշակել պատերազմի դառնությունը եւ այնուհետեւ 1945 թվականին նշել հաղթանակը։ Հայրենական պատերազմի մասնակից Սիմոնյան Ներսես Հովհաննեսի Հեշտյագյուղից եմ։ Ծնվել եմ 1924 թվականին, զորակոչվել եմ բանակ 1942 թվի, այն ժամանակ, երբ մեր երկիրը ծանր վիճակում էր, գերմանացիները հասել էին մինչև Կովկասյան լեռները, եւ ահա այդ ծանր ժամանակ մոբիլիզացիա ենթարկվել եմ Հեշտայի 5 ընկերների հետ միասին, մոբիլիզացիա ենթարկվեցինք եւ մասնակցել եմ Հյուսային Կովկասի ազատագրմանը, ամենահիմնականը Նավրասիս քաղաքի եւ Սևաստոպոլի ազատագրմանը։ Սևաստոպոլի ազատագրման համար մեծ դեր կատարեց նաև հայկական բանակը, 85-րդ բանակը նույնպես մասնակցում էր, իսկ ես 315-րդ բանակի մասնակից եմ։ Մեր հարևան դիվիզիան նաև հայկական դիվիզիան էր։ Հայկական դիվիզիան իր ազատագրական գործողությամբ մեծ դեր կատարեց Նավրասիսկ ազատագրելու։ Նավրասիսկը վերջնականապես Հյուսային Կովկասը ազատագրվեց, բայց Նավրասիսկը դեռ մնում էր գրաված։ Նավրասիսկի գրավումը կատարվեց 1943 թվականի սեպտեմբերի 16-ին, որից հետո մեր բանակը, որին ես մասնակցում էի, 318-րդ բանակը, նաև տեղափոխվեց Ղրիմի ազատագրմանը, եւ ես նորից մասնակցեցի Ղրիմի ազատագրմանը, Սևաստոպոլի ազատագրմանը, որի համար ուրեմն շատ ծանր մարտեր մաղեցինք, մեր հայրենիքը շատ ծանր կորուստ կրեց, չնայած այդ ծանր կորուստերին մենք այնուամենայնիվ կարողացանք ազատագրել Սևաստոպոլը։ Սևաստոպոլի ազատագրման համար հենց այդ ժամանակ էլ ես ծանր վիրավորվեցի։ Իմ ծանր վիրավորեք։ Հայրենական պատերազմի ուրեմն ծանր վիրավորից հետո ես ուրեմն այդ պատերազմի ժամանակ պարգևատրվել եմ Նավրասիսկի ազատագրման համար զատվակ ու մեդալով, իսկ Սևաստոպոլ ազատագրման նույնպես զատվածքի 2 մեդալերով, այդ 2 մեդալերը իմ ստացել եմ այդտեղ։ Սևաստոպոլի ազատագրումը ծանր եղավ, ծանր կորուստ գրեցինք, եւ այդ ծանր կորուստի հետևանքով այստեղ ես ծանր վիրավորվեցի։ Սևաստոպոլը ազատագրվեց 1944 թվականի մայիսի 5-ին, ինչպես որ հաղթանակի օրը։ Որից հետո ես ծանր վիրավորվեցի, հիմա այժմ հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշվան տամ եմ ես։ Հիվանդանոց պարկեցի 5 ամիս, 5 ամիս բուժվելուց հետո նոր ազատագրվեցի, տեղափոխվեցի գյուղ։ 80 տարի է անցել, մայիս ամիսն է նորից։ Մեր հեռուստատեսությունը որոշեց հյուրընկալել Նինոցմինդա քաղաքում ապրող Կլիմենտ Վարդանյանի ընտանիքին։ Կլիմենտ Պապն այժմ 90 տարեկան է, սակայն այսօր էլ հիշելով հոր վերջին հրաժեշտը, նրա աչքերը լցվեցին արցունքով։ 5 անչափահաս մանուկներ անտերացան։ 41 թվեր ուներ։ Հերս եկավ մի կարը տաղ, փոքր տաղ այնք, բան կխաղայինք։ Եկավ, գարգեց մեզի թեք աղբերդանքս, 4 աղբեր մեկ ուր մեինք։ Գարգեց պիտնուի պաչի երավ, համպուրեց, ասավ հանքիստ մենակը, աբայ, մամայիտ մուրոտ չեք նեղեցնի, հանքիստ ոնի դոր ես կամ, սինքուր կերտաս, ասավ պատարազմաշել ես տամ հայրենիքի պաշպանելու։ Մեկ մեղդեսյան խորսով է, պաջանաղ եք, մորքուրից մարդն էր։ Էդի կսա, որ քեզելը չեն տանի աղասին հուրրանուն է, քեզ չեն տանի, որով տղան նոր էր ծենվեին, պես աղբերս, չեն տանի, չես ավերտան բդ ես հայրենիքը պաշտպանելու, սավ պիտու նոր ինձի պես ես ուներ տան, ենան էր տան, բանեն են հայրենիքը վիրդի պաշտպանեն,
Խոսովը չկերսավ ետ պայե հորս որ ետ կայնիր մի քանի վաղ երբ որ կայնիր կարող է ես չգիտեմ փրկվի չէր տար լավ գնաց մեր երկուսն ամագարստացանք ելը չասան իմացանք որ կերչում է կերչը պաշտպանին ախսխեցի լավ են գերմորի դեն երուսի հետերին ամագնեգրան եկավ Եվ խաբար չեղավ, և ուշ օրեք պատրազմից հետո մի աստուգեցին և ուրդեղ է մահացել, ուրդեղ է թաղվել, իմացանք որ ասին բրացկի մագիլը եղբայրական գերմանոցում, կերչում, ինձեղ քանի հոգոր ինձեղ սպանվել են, ինձեղ մի եղբայրական գերմանոցները ինձեղ թաղել են հորս Այդ կանեմ բանը գիտենք, լուր շորժ բան մեջ դենք, ինքանեմ լավ բաներով, եկա բոլորից վերջի անգամը, էդի եմ տեսի, հորս էդիկ լաղավ հիշիմ, իշխոպետն է, եկա բիտունից կարգեց, թեք, կարգեց, պահչեց, բան, սա մորը չիքնեղեցն է, ես տորի հաղթանակով տուն գամ, գնաց են մանե չեգավ, են մանե Ինձեղ մնաց, ինմանը մնաց։ Մենք մենք հավահ էինք օրնա բիտուն տայքի հասնենք պրազնիկները վեգի լավ, շատ պրազնիկ կուր։ Մեկս էր մայիսի մեկի, մեկս էր մարդութի, մեկս էր հունվարի մեկի, մեկը նոյեմբերի 7-ին սոցիալական կարգի հաստատման ժամանակման ես չի տաղեք։ Ման բան չկա։ Մայիսի 9-ից բարձր հաղթանակ, պրազնիկ գոյություն չունի։ Որ ամբողջ աշխարհը փրկվավ պատրազմը իդ որ վերջացավ այդից լավ պրազնիկ աշխարհը էլ գոյություն չունի ես էլի կսեի միշտ անգամ Հայրենական մեծ պատերազմը թեև հետևում է մնացել սակայն դրա հետևանքները եղել ու շարունակում են մնալ աճող սերնդի աչքի առջև Մեր կողքին ապրել են վետերաններ ովքեր հենց այդ կռվից են վերադարձել ել չեմ խոսում գնացածների ու չեկածների մասին Մարդկանց, ովքեր իրենց հետ ռազմիդաշտ տարան սիրելիների վերջին ժպիտները, մարդկանց, ովքեր այդպես էլ չլսեցին իրենց երեխաների լացի ձայները, իրենց հետևից թողեցին լացող աչքեր ու սպասման հույսով խաչակնքող ձեռքեր և մանուկներ, որոնց համար հայրեր դարձան նկարից շպտող հայացքները, մարդիկ, ովքեր ունեցան մեկ ընդհանուր, անհայտ զինվորի գերեզման։ Նինոցմինդայի շրջանից շատերն են մասնակցել հայրենական երկրորդ պատերազմին։ Կատնատու գյուղի բնակիչ Հայկազ Երիցյանն էլ շատերի նման մասնակցել է այդ պատերազմին և գերեվարվել։ Այսօր նա կենդանի չէ, սակայն նրա պատմածները դաջվել են նրա թոռնուհու հիշողության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տեղի ունեցավ 1941-ից 45 թվականներին, իրենց կարելի ասել տներից հանեց բազում երիտասարդների հայրերի, որոնց թվում եւ նաեւ իմ պապն էր։ Մենք դեռ երեխա ժամանակվանից պապս շատ էր պատմում այդ մասին ու երբ պատմում էր նրա աչքերը միշտ լցվում էին արցունքով, որովհետեւ պատանի դպրոցը նոր ավարտած, զորակոչվել է բանակ, զորակոչվել է Թամանյան դիվիզիայում, այնտեղից տարել են ռազմաճակատ։ Ու այդ ահասարսուր օրերին նա եղել է ռազմաճակատում։ Ցավոք Գյուղից շատերն էին եղել նրա հետ, բայց ցավոք նա կարծես անջատվել է նրանցից, քանի որ ընկել է տարբեր ջոկատ ու ընկել է գերի։ Գերության մեջ եղել է Գերմանիայում ու պատմել այդ օրերի մասին շատ ահավոր է։ Ինչ օրեր են տեսել, ինչպիսի տանջանքների են ենթարկվել, ինչ է կատարվել նրանց հետ եղած այն մարդկանց հետ, ովքեր աշխատանք են թունակ չեն եղել արդեն ու պատմում էր մի կտոր հացով ու մի կես բաժակ ջուր, դրանով աշխատել են ամբողջ օրը։ Անգամ քնելու տեղ չեն ունեցել։ Ու պատմում էր, թե ինչպես անգամ կարողացել են կեղտոտ ջուր խմել, կոյուղու ջուր խմել։ Ինչպես են գոյատևել, ինչպես են հետ եկել, շատ ահավոր է։ Մանկության մեջ մնացել են այդ հուշերը, ինչպես էր նա պատմում ու աչքից առաջ է նրա աչքերի արցունքները, թե ինչպես է նա այդ ամենը հիշում էր ու միշտ պատմում էր։ Երբ պառկում էր դիվանին, մեզ առնում էր կրծքին ու պատմում էր այդ օրերի մասին ու ասում էր, որ թող ոչ մի մանուկ իր կյանքում, իր օրում չտեսնի նման բան։ Պատերազմ ու հետպատերազմյան տարիներ։ Ու դպրոցում միշտ միջոցառումներ էինք անում այն ժամանակ, մենք երեխա էինք,
ու գյուղից հրավիրում էին այն վետերաններին, ովքեր հետ են վերադարձել հայրենական մեծ պատերազմից։ Մեկը նորից կար Գագիկ Բդոյան, ինքը միշտ գալիս էր ու իր կրծքին լիքը շքանշաններ կային, բայց իմ պապի կրծքին մենակ մեկը կար։ Ասում էի պապ, ինչի Գագիկ պապ, իսկ քո շքանշան ունի, իսկ դու մի հատ։ Ասում էր կմեծանաս, բալես, հետո կհասկանաս, թե ինչի ես մի հատ ունեմ, ինքը շատ ունի։ Ինքը շատ ուներ, որովհետև ինքը հասել էր Բեռլին Թամանյան դիվիզիայի հետ եւ հաղթանակը նշել էր Բեռլինում, իսկ իմ պապը գոյատևել էր այդ տարիների ընթացքում։ Հաղթանակի օրը հաղթանակ էր մեր համար, մեր ողջ հասարակության համար, մեր գյուղի համար։ Ես մեծացել եմ գյուղում ու այն մարդիկ, ովքեր պատերազմի մասնակիցներ էին, նրանց տներում մեծ ուրախություն էր, խնջույք էր։ Մեր երիտյանների ընտանիքում էլ հավաքվում էին բոլոր բարեկամները, հարազատները, համագյուղացիները, կենթանի երաժշտությամբ գառ էին մորթում ու տոնում էին իրենց հաղթանակը։ Երկրորդ հայրենականի մեծ հաղթանակը, դա իրոք մեզ համար մեծ հաղթանակ էր, քանի որ մենք հպարտ էինք, որ մեր պապիկը, մեր Հայկայ Երիցյանը նույնպես այդ պատերազմի մասնակից էր, նույնպես ուներ պատմելու բաներ ու մենք ունենք հպարտանալու բաներ, որ մենք ունեցել ենք հերոս պապիկ։ Պատերազմն իր հետ բերեց աղքատություն եւ տանջանք, բայց միաժամանակ օրինակ դարձավ տղամարդկության ու մարտնչող զինվորի հերոսության, ու դրա շնորհիվ հաղթեց խորհրդային բանակը, ինչ որ չափով մեղմելով միլիոնավոր մարդկանց ցավը։ Արյունոտ պատերազմ ու հանկարծակի խաղաղություն աշխարհի վրա։ Հերավոր մայիսին նրանք երիտասարդ էին, ուրախ ու երջանիկ, մտածում, որ շուտով տանը կլինեն ու կյանքը նորից կշարունակվի։ Ինչքան մարդիկ էին սպասում հանգստության այդ րոպեին, եւ ինչպիսի ուրախություն էր այդ հաղթանակը նրանց համար։